Բուսաբանական այգում ծառերի սպանդ է տեղի ունեցել։ Մենք որ Ֆակտը TV ռեպորտաժը նայել եք։ Այո, նայել եմ բլոգերի հրապարակած կադրեր, որտեղ երևում են կոճղեր ծառերից մնացած հատված, միգուցե նոր հատված, բայց մենք չենք բացառում, որ կարող է ծառերը նաև չորացած լինեին, չէ։ Այնպես որ ես բուսաբանական այգու մասով կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության համար առաջին գիտական հիմնարկն է, եթե այդ ծառերը հատվել է հիմնարկի ուրեմն որոշմամբ, այնտեղ կա խորհուրդ, գիտական խորհուրդ, ապա որևիցե խնդիր չեմ տեսնում եւ վստահաբար կարող եմ ասել, որ այդ ծառերը հատման ենթակա են եղել։ Եթե արվել է որևիցե այլ քաղաքացու կողմից, գիշերը, չգիտեմ, մեկ այլ ժամի Գյուղատնտեսը հաստատում է, այգու գյուղատնտեսը գլխավոր հաստատում է, որ այո, իրենք են ատել։ Տնօրենը ասում է, ես տեղյակ չեմ, նոր եմ իմանում։ Ասում են փաստաթղթեր ցույց կտանք, բայց երբ որ բանը հասնում է փաստաթղթեր ցույց տալու, ոչ մեկ տեղից չի շարժվում այսպես։ Չեք վստահում մեր Մոսկվայից տված Ես բուսաբանական այգու մասով մի բան կարող եմ ասել, եթե տնօրինությունը հաստատում է, որ իրենց որոշմամբ է իրականացվել հատումը, ապա ես վստահաբար կարող եմ ասել, որ ծառերը ենթակա են եղել հատման։ Այսքանը կարող եմ ասել, որովհետև չէ, հարգելիներս, մեկ ասել էր հերվից լավ չեն երևում նայում ենք այդ ծառերը։ Չեմ կարող մեկնաբանել Գյուղատնտեսն ասել է, հերվից գեշ երևում։ Գեշ երևում։ Չեմ կարող մեկնաբանել, որովհետև անձամբ չեմ լսել այդ ասվածը, չեմ կարծում, որ գեշ Երևանու համար ծառ կհատվեր, բայց մի բան կարող եմ ասել։ Մենք ինքներս որպես Երևան քաղաքի մասնագիտական կառույց շատ հարցերով որպես հանրապետության համար առաջին ինստիտուտ դիմում ենք բուսաբանական ինստիտուտին այս կամ այն խնդրանքով կամ այս կամ այն մասնագիտական ուրեմն ուղղություն տալու հարցով եւ հետեւաբար ես չեմ կարծում որ համար առաջին ինստիտուտը եթե ինձ թող ներեն մնացած բոլոր մասնագիտական ինստիտուտները որ համար առաջին ինստիտուտի կատարած աշխատանքը կարելի է կասկածի տակ դնել Բայց զանգել եք բուսաբանական տնօրենին։ Աճել են, ծաղկել են, որ Ասեք, ուրիշ հարց եմ տալիս, դուք բուսաբանական այգու կպատասխանեմ։ զանգել եք պարոն Բեգոյան։ Ոչ, չեմ զանգարել, որովհետեւ Այսինքն չի հետաքրքրում ինչ է տեղի ունեցել այնտեղ։ հետաքրքրում է, ես հետաքրքրվել եմ, որքանով որ հնարավոր է եղել հետաքրքրվել, հաստատական հիմք չկա, պարոն Բեգոյան, դու օրինակ գործընկերս այնտեղ հարցնում է ուր են որն է փաստաթղթային հիմքը, այդ ցույց չեն տալիս, դուք ասում եք անվերապահորեն վստահում եմ, անվերապահորեն այդ մարդիկ էլ հիմա առանց փաստաթղթ ցույց տալու հատել են այդ կաղին։ Տեսեք, եթե օրինակ ինչ որ մեկին շնորհված է ինչ որ հարցում որոշում կայացնելու հարցը, ինչ որ մի հարցում, եթե այդ մարդը տեղում կանգնած ասում է ես եմ կայացրել այդ որոշումը, օրինակ եմ բերում, էլ ինչ փաստաթուղթ եմ ուզում։ Այսինքն այդ մարդը կարող է կամայական որոշում կայացնել ու այդ իր կայացած իմ իմանալով, որքանով որ ես եմ տեղյակ այնտեղ շինարարության աշխատանքների ժամանակ որոշակի էտման աշխատանքներ իրականացվում, նույնիսկ ծառերի էտման աշխատանքները այնտեղ կա խորհուրդ, կարծեմ գիտական խորհուրդ եւ ծառերի հատումները, դրանց էտումները իրականացվում են այդ խորհրդի թույլտվությամբ։ Չէ, իմ պատկերացմամբ ես տեղյակ եմ շինարարական սա պետք է հերքեմ, որ տեղյակ եմ պրոյեկտին, կյանքի պուրակի, նախ շինարարություն չի, եկեք ճիշտն ասենք, շինարարություն մեր շինարարական աշխատանքներ եմ ասում, այնտեղ հիմնվում է կյանքի պուրակը, որտեղ այգում ասֆալտապատում չի իրականացվել, ես այնտեղ բազմաթիվ անգամ եղել եմ, քանի որ պուրակի կառուցման աշխատանքների մրցույթները հայտարարել է Երևանի քաղաքապետարանը, չնայած պետք է նշեմ, որ ծրագիրը կառավարության ծրագիրն է, վստահ եմ, որ այնտեղ մենք ունենալու ենք մի չքնաղ պուրակ, որը կոչվում է կյանքի պուրակ, ի հիշատակ մեր հերոսների։ Բայց ասում ասեն մի քանի օր անցել է, այս օրերի ընթացքում ոչ մի կերպ չեք փորձել հետաքրքրել։ Գիտեք, չեք գնացել այնտեղ այգի։ Ոչ, չեմ գնացել, չեմ տեսել եմ այդ կադրերը եւ քանի որ մշտապես ում կողմից որ տարածվել է այդ կադրերը, ես այդ անձնավորությանը ճանաչում եմ որպես
հզոր մանիպուլյացիաների վարպետ, ճիշտն ասած շատ լուրջ չեմ ընդունել այդ ամեն ասվածը, որովհետև շատ հնարավոր է, որ ուղղակի ասենք թե չորացած այսպես ծառի բուն մնացած լինի, օրինակ եմ ասում, եւ ինչ որ մեկը որոշի կտրել, որպեսզի այդ բունը տեղափոխել։